Առևտրով զբաղվող բիզնեսը խանութում սնունդ վաճառի, մոլում հագուստ, տոնավաճառում ոսկեզարդ թե շինանյութ շրջարկի մասով այս փուլում կարող է պետությունից գումար հետ ստանալ։ Ֆինանսական ճշգրտումն արվում է, որ հունվարից շրջանառության հարկի դրույքաչափը 5%-ից 10 դարձնելուց հետո պահեստում մնացած ապրանքի ծախսը շրջանառությունից նվազեցնելիս տնտեսվարողը չտուժի։ Եռամսյակի վճարած շրջարկը ներկայացրեք, վերահաշվարկենք ու ավել փողահետ փոխանցենք։ Առևտուր իրականացնող շրջարկի դաշտում գործունեությունը շարունակող կազմակերպություններին աջակցության մասին իրազեկում են Պետեկամուտների կոմիտեից։ Աջակցության ծրագրից օգտվելու պայման է նաև, որ հաշվարկված շրջանառության հարկի գումարը վճարված լինի, ինչպես նաև ներկայացվի դիմում, ընդ որում դիմումի ներկայացման վերջնաժամկետը առաջին եռամսյակի համար մայիսի 10-ն է։ Ընդամենը 5 օր է մնացել ծրագրի ավարտին, բայց դեռ շատ քիչ բիզնեսներ են դիմել։ Ֆինանսական հնարավորության մասին ՊԵԿ-ը հարկատուներին ծանուցել է նաև հաշվետվությունների ներկայացման ֆայլ օնլայն էլեկտրոնային համակարգին նամակ իրազեկում ուղարկելով, ցույց է տալիս Լուսինե Սարգսյանը։ Այստեղ մանրամասն ներկայացված է, թե ովքեր կարող են օգտվել ծրագրից, ինչ կարգով պետք է հարկ վճարողները դիմեն, ինչ ժամկետներում։ Ինչու է առևտրային բիզնեսը պասիվ խռովել է, հարկայինից տեղյակ չէ, թե թղթաբանության մեխանիզմն է բարդ հարցին հաշվապահական այս գրասենյակում այլ պատճառ են նշում։ Տպավորություն է, տնտեսվարողը քննարկումները սխալ է հասկացել, մտածում է շրջարկը մինչև ամառ 5% է մնում, այնինչ պետք է 10%-ով հաշվել, վճարել ու նոր միայն կրճատել այդ տարբերությունը։ Այս աջակցության ծրագիրը ինքը առանձին գումար է, որ պետք է դիմել եւ պետությունից հետ ստանալ, այսինքն դա չի նշանակում, որ շրջանառության հարկը մնացել է 5% առաջին եւ երկրորդ եռամսյակների համար։ Շրջանառության հարկը 2025 թվականից փոփոխվել է, 5%-ը դարձել է 10%։ Որպեսզի գործարարը չխճճվի օրենքի բարդ բանաձևերի մեջ, Թիմ Թուբին իր կայքում կողմնորոշիչ հաշվիչ է դրել։ 3 թիվ լրացնելով ՓՄԶ-ն կարող է ստուգել ունի արդյոք վերադարձի ենթակա շրջարկի գումար։ Բիզնեսները կարող են մտնել արդեն առաջի եռամսյակի համար, որ իրենց շրջանառության հարկի հաշվետվությունը ներկայացրել են, ընդամենը 3 տվյալ այստեղ պետք է նշեն եւ պատկերացնեն, հասկանան արդեն ինչքան է կազմում, աջակցություն ունեն, թե չունեն, արժի դիմել, թե չարժի դիմել։ Մեր նկարահանման համար որպես օրինակ լրացվող եռամսյակի կտրվածքով 1 միլիոն շրջանառությամբ 80,000 դրամ շրջարկ վճարած եւ 100,000 չնվազեցվող գումար ունեցող գյուղի խանութը պետությունից կարող է հետ ստանալ 2 հոդվածով 30 + 65,000 դրամ։ Ծրագրի հաշվարկն է իմի բերում Հովհաննես Մելքոնյանը։ Մեր բերած օրինակի համար 95,000 դրամ պետությունը ետ կվերադարձնի այս աջակցության ծրագրի հիման վրա։ Ասում է արժե դիմել, մանավանդ որ դիմումն էլեկտրոնային է լրացվում, ձևը կա ՊԵԿ-ի ծանուցման նամակում։ Գումարի հաշվարկն ավտոմատ է արվելու։ Բարդ չէ նաև ապրանքային մնացորդ ներկայացնելը։ Բլանկի ձևը հենց այդ ՊԵԿ-ի կայքում կա, այնտեղ պետք է նշել ապրանքի անվանումը, ԱՏԳ կոդը եւ քանակը, այսինքն արժեքները պետք չի նշել։ Նման դիմումի օգնությամբ պետությունը շրջարկ վճարողներին կվերադարձնի նաև տարվա երկրորդ եռամսյակի գումարային տարբերությունն ու հույս ունի հարցը դրանով կփակվի։ Մինչև ամառ պահեստներում կուտակած ապրանքը բիզնեսը պետք է որ վաճառի ավարտի։ Հերմինե Բաղդասարյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։